Չէ, սխալ եմ պաշտում Աստծուն։ Ախր գրված ավետարան կա։ Ախր Աստված նման կանոն չունի։ Ինչ խնկեղեն, ինչ բուրվար, ինչ մատաղի մորթված կար, ինչ մերելոց, ինչ սփխեջ, ինչ սուրբ սարքիս, ինչ բարեկինթան։ Հարգելիս, այս ամենը մի դրվագ էր առաքելական քո հինկյանքից։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Աստծո տունն է, ինչը որտեղ որ դու հաճախում ես։ Դեռ ավելին, քո մայր տունն է Քրիստոսի։ Սակայն ինչ միտում է նկատվում ավետարանականների մոտ, երբ խոսքն Աստծո կարդալով ուզած ձևով սր են քաշում եկեղեցու քահանայական կազմին, թե խոսքն էսպես է ասում, Աստված էսպես չի ուզում։ Եկեք անաչառ լինեմ, հա, ամեն դեպքում։ Հարգելի ավետարանող, իսկ Աստված քեզ ըստ որ խոսքի է թույլատրում մտնել ուրիշ ընտանիք, որ մի բան ես քեզ թույլատրում, որ բնավ քո հագով չէ, ու թե ում ինչ, թե հայ վանքում ոնց են Աստծուն երկրպագում։ Պատարակով ու բուրվարով, շարականով թե մոմերով, կյարն ընթարաջ ինչ նյութերով կմատուցեն, կրակ կանեն կամ կթռնեն, բայց կներեք, ում է պաշտում հայոց վանքը, Վահագնին թե Անահիտին։ Այդ կրակը ում է ուղված, ում խորհրդով են կրակ վարում։ Ու այստեղ կրակը չէ էականը, այլ պաշտվողը, քանզի Աստծո շուրջն են հավաքվում ու խումբ պիտի հարցնեն, թե ոնց տոնեն։ Քեզ, ավետաբեր ջան, իրենք տունը, ոնց ուզեն, այնպես էլ Աստծուն կպաշտեն, ու շալակն են նրանք հելել։ Վախտին դու չէիր թռնում կրակի վրայով, ու ինչ, մահմեդական էիր դառնում, էլի նույն Հիսուսով չէիր հպարտանում։ Փառք տուր Աստծուն, որ դարերով բանկի գլխին խաչ է դրվել, ու ոչ թե այլ բան կամ կիսալուսին, այլապես դու ուր կհայտնվեիր։ Իհարկե, Մուհամեդի կամ Կրիշնայի գրքում։ Այստեղ երևույթը չէ էականը, այլ թե ում ես ներկայացնում։ Եթե Իսրայելը անապատում հորդ սարքեց ու երկրպագեց, չի խոսում այն մասին, որ եթե հորդ սարքեր ու Աստծուն նվիրեր, նույն բանը կհամարվեր։ Կամ թեկուզ խարույկ է վարում ու վրայով թռնում, դրանով Աստծունն է բարկացնում, երբ Աստծո անունով տոնն է կատարում։ Իսկ տյարն ընթարաչը ինչ կերպով տոնելն է ճիշտ, ըստ քո կամքի կամ կարծիքի։ Մարդիկ դարերով էտ են ընտրել, էտ էլ մատուցում են Աստծուն, ու փառք են տալիս, ու այդ Աստծով էլ ուրախանում են, երբ պետական կրոնն են ղեկավարում ու էնն էլ Հիսուս Քրիստոսին դավանելով։ Էլ ինչը ձեզ չի գոհացնում, իսկ ինչի ձեզ պիտի գոհացնեին, բայց չէ որ գառնիի կուրքերով չեն հիանում, առանցքը նրանց քրիստոնեությունն է, իսկ եթե Տերնդեզի օրինակով կրակ են վարում, Վահագնին է մատուցում, իսկ չէ որ Հիսուս անունով է այն օրհնվում, Հիսուսին ընդառաջ են գնում, ու ոչ Վահագին, ոչ էլ Մահմեդին, այլ Հիսուս Քրիստոսին այն նվիրվում։ Իսկ ինչ վերաբերում է կրակին, ասեմ, որ ինչն է այստեղ վախենալու։ Միթե Աստված կրակով չէր հայտնվեց, երբ մորենին վարվելով չէր այրվում, երբ կրակի սյունով իր ժողովրդին անապատ էր առաջնորդում, երբ խորանում սուրբ կրակ էր մատուցվում, երբ կրակով Եղիայի զոհասեղանն էր այրում։ Հիմա ինչ է, կրապաշտներն էլ են իրենց զոհը կրակով անում, ուրեմն պիտի Աստծո համար կրակ չվարային ու գոհությամբ զոհ մատուցեին։